Հակոբոս 5. Ազդարարություն հարուստներին։ Ուրեմն այժմ, հարուստներ, լացեք և ողբացեք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին, որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները ցեցիկեր, և ձեր արծաթն ու ոսկին ժանգոտած, և նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի, և պիտի ուտի ձեր մարմինը, ինչպես կրակը, վերջին օրերի համար կանձեր դիզեցեք։ Ահավասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք, ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին։ Մեղք կյանքով ապրեցիք երկրի վրա, և շոյատացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար, զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում։ Համբերություն և աղոթք։ Եղբայրնե՛րիմ, համբերող եղեք մինչև Տիրոջ գալուստը։ Մշակն ահա համբերությամբ սպասում է երկրի պատվական պտղին, մինչև որ ստանա առաջին և վերջին անձրևը։ Համբերեցեք և դուք ամրացրեք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտեցել է։ Մի տրտմեցրեք միմյանց, եղբայրներ, որպեսզի չդատվեք։ Ահավասիկ դատավորը դռանն է։ Եղբայրներ, չարչարանքների և համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով։ Ահա երանի ենք տալիս համբերողներին։ Լսել եք Հոբի համբերության մասին և տեսել, ինչ որ Տերը նրան արեց վերջում, քանի որ Տերը բազմագութ է և ողորմած։ Ամեն բանից առաջ, եղբայրնե՛րիմ, մի երդվեք ոչ երկնքով, ոչ երկրով, ոչ էլ այլ երդումով, այլ ձեր այոն թող լինի այո և ոչը ոչ, որպեսզի կեղծավորության պատճառով չընկնեք։ Ձեզնից մեկը վշտի մեջ է ընկել, թող աղոթի, մեկը բերկրանքի մեջ է, սաղմոս թող ասի, հիվանդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղովոցեն նրան Տիրոջ անունով։ Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի, և եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի։ Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք և միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։ Եղիան մարդ էր մեզ նման, գրքերի ենթակա, նա աղոթեց ու երկրի վրա 3 տարի ու 6 ամիս անձրև չտեղաց։ Ապա դարձյալ աղոթեց և երկինքը անձրև տվեց ու երկիրը բուսցրեց իր պտուղը։ Եղբայրնե՛րիմ, եթե ձեզնից մեկը շեղվի ճշմարտության ճանապարհից, իսկ մեկ ուրիշը նրան հետ բերի, թող իմանա, որ ով մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ է բերում, կփրկի նրա հոգին մահվանից և կծածկի մեղքերի մի ամբողջ բազմություն։